Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, ուսումնասիրելու ենք մենք նամակ գաղատացիներին 4-րդ գլուխ 1-ից 17 համարները։ Եթե մեզ հետևում եք, ծանոթ եք մեզ եւ գիտեք, որ մեր առաքելությունը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքերով, Աստծո խոսքով։ Աստվածաշունչը մեր համար գերագույն գիրքն է եւ նրանից վեր ուրիշ գիրք չկա։ Եվ մենք դա հավատում ենք եւ ապրում ենք դրանով, սնվում ենք մենք Աստծո խոսքով, որպիսի զորանանք եւ Տիրոջը վայել զավակներ կոչվենք։ Եվ ես խրախուսում եմ եւ քաջալերում եմ բոլորին, որ երբ որ այս պատգամը ստանում եք, պարզապես բոլոր պատգամները, որ պատրաստում ենք, ամբողջությամբ դիտեք, ամբողջությամբ եւ փոխանցեք ձեր մտերիմներին եւ ձեր հարազատներին։ Հարկավոր է, որ յուրաքանչյուրս Տիրոջ խոսքը ավետարանը կիսվենք մենք բոլորի հետ եւ մեր ավետարանության պարտականությունը կատարենք։ Այս գործը միմիայն տրված չի եկեղեցական կամ եկեղեցու ղեկավարների, այլ տրված է բոլորիս, ովքեր որ համարվում են զավակներ Աստծո։ Ուրեմն այս կիրակի օրվա սերտողության վերնագիրն է ազատության որդիներ։ Իրեք Պողոս առաքյալը մեզ հստակ կերպով հաստատում է օրենքի եւ մեղքի ուժը եւ այն, ինչից Հիսուս մեզ ազատեց։ Համ օրենքը, համ էլ մեղավոր անձը երկուսն էլ ստրկություն է համարում նա։ Երկուսն էլ կապանքների մեջ է պահում, սակայն Հիսուս Քրիստոսով համ օրենքից ենք ազատված, համ էլ մեղքից Հիսուս Քրիստոսով։ Կտեսնենք Պողոս առաքյալի միտքը ինչ է, նա պարզապես օրենքի վերաբերյալ ուղղակի այն կարծիքի է, որ օրենքը տրվել է հատուկ նպատակով դաստիարակելու եւ պատրաստելու։ Քանի որ արդեն նոր ուխտ է եկել է, հին ուխտը այլևս ուժի մեջ չի, այն առումով, որ օրենքը մենք չենք հետևում։ Մենք ուղղակի հետևում ենք Հիսուս Քրիստոսին եւ քանի որ Սուրբ Հոգին մեր մեջ ունենք, օրենքը հետևելու պետքություն մենք չունենք, քանի որ մենք ազատված ենք մեր մեղավոր էությունից եւ ապրում ենք Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Ուրեմն եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք նորից ենք գալի Տեր Աստված, ուղղակի հիացած ենք եւ շնորհակալ ենք Տեր առաջի հերթին քո բոլոր տված օրհնանքների համար, օրհնությունների համար եւ այս ամեն ինչը որ մեզ տվել ես Տեր Աստված։ Շնորհակալ ենք Որդուդ համար, Հիսուս Քրիստոսի համար, որ նրա միջոցով մենք ունենք փրկություն։ Աղոթում ենք Տեր այսօրվա սերտողության համար, օրհնես մեր ունկնդիրներին եւ դիտողներին, զորացնես նրանց, բոլոր նրանց հարցերը եւ խնդիրները դու գիտես Տեր Աստված, բերում ենք նրանց բոլոր աղոթքները քո առջև կատարյալ լուծման եւ քո կամքին համաձայն Տեր դու պատասխանի նրանց եւ օրհնի նրանց եւ օգնի նրանց Տեր։ Աղոթում եմ, որ մեզ օգնես, որ յուրաքանչյուրս քո խոսքերով մենք աշակերտվենք եւ դաստիարակվենք։ Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին առաջնորդի եւ սովորեցնի մեզ այսօր եւ աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն հարգելիներս, եկեք մենք սկսենք 1-ից 7 համարները ուսումնասիրենք ու անցնենք, իհարկե կարդանք ու անցնենք սերտողությանը։ Այս եմ ասում, քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչով չի տարբերվում, թեև ամեն բանի Տեր է, բայց վերակացուների եւ տնտեսների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ Այդպես էլ մենք, քանի դեռ երեխաներ էինք, բնության տարերային ուժերի ծառայության տակ էինք, բայց երբ ժամանակի լռումը հասավ, Աստված իր որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպիսի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպիսի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ իր որդու
որդու հոգին ուղարկեց, որ աղաղակում է Աբա հայր։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի, ապա նաեւ ժառանգ Աստծու միջոցով։ Հրաշալի է, իսկապես հրաշալի է։ Պողոս առաքյալը շարունակում է մանրամասն բացատրել վառ օրինակով մեղքի եւ օրենքի նմանությունները։ Ասում է, որ երկուսն էլ ծանր են եւ երկուսին էլ ծառա ենք եղել մինչև Հիսուս Քրիստոսի գալը։ Այսինքն երկուսի դեպքում էլ համարվում է ծանր լուծ, բայց փառք Հիսուսին, որ նրա միջոցով մենք մեղքից եւ օրենքից ազատված ենք եւ ազատվել ենք, ազատագրվել ենք, դրա համար վերնագիրն է սերտողության, ազատության որդիներ։ Պողոսը համառ կերպով համոզում է, որ հեռու մնանք կամ հեռու մնան լսարանի ժողովուրդը, այսինքն այն եկեղեցիները Գաղատայում եւ մենք իհարկե նույնպես քայքայիչ գաղափարներից։ Մենք ոչ թե ծառա, այլ ժառանգներ ենք եւ կարող ենք նույնիսկ Հայր Աստծուն որպես Աբա հայր կոչել։ Գիտեք, անցյալ սերտողություններում բացատրեցինք, թե ինչ է դա նշանակում, նույնն է ինչպես հայերեն լեզվով պապա բառը, այնպիսի մտերմություն կա, անմիջականություն եւ նա իսկապես մեր երկնավոր հայրն է, մենք էլ իր որդիները։ Հետևաբար նա ով փրկված է, սրբացված է, մաքրված է Հիսուս Քրիստոսով, սրբված է Հիսուս Քրիստոսով, այլևս հին անձնավորությունը չի, եւ ունենալով Սուրբ Հոգին ապաշխարությունից մկրտվելուց եւ վերստին ծնունդ ունենալուց հետո նա լինում է նոր մարդ Հիսուս Քրիստոսով, Սուրբ Հոգին է նրա մեջ է բնակվում։ Դրա համար երբ որ ասում է Աստված իր որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպիսի օրենքի տակ եղողներ փրկագնի։ Սա է կարևոր, որպիսի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, ասում է, Աստված մեր սրտերի մեջ իր որդու հոգին ուղարկեց։ Սուրբ Հոգու մասին է դա։ Եվ քանի որ մենք Աստծունն ենք, Աստված մեր մեջ է։ Կարդանք ուրեմն 8-ից 11 համարները, տեսնենք Տերը մեզ ինչ է սովորեցնում Սուրբ գրքի մեջ։ Գրած է. բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ, որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպես եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ Հարգելիներս, ազատության մեջ չկա ծառայություն եւ չկա ստրկություն։ Պողոսը նկատողություն է անում նրանց, որ հետևում են հատուկ օրեր ու ժամանակներ, որը թե հեթանոս, թե հրյաների եւ օրենքի տակ եղողներն էին հետևում, ծառա է այս հանգամանքներին, թե օրենքը եւ թե հեթանոսների, այսինքն հեթանոսների կրոնը, թե օրենքը եւ թե հեթանոսների կրոնը, երկուսն էլ կանոններ ունեին եւ պահպանվում էր այդ կանոնները։ Նրանք հետևում էին ու ծառա էին այդ կանոններին։ Կարծես թե կարելի է ասել կանոնները իրենց համար Աստված էին դարել։ Եվ Պողոսի միտքը սա է. այլևս աշխարհինը չենք, այլևս օրենքինը չենք, եթե հրյա ես եւ թե հեթանոս ես նշանակություն չունի, եթե ընդունես Հիսուսին, Հիսուսով ազատագրված ես, սրբված ես, մաքրված ես եւ քո պատկանելիությունը երկնքի արքայությունն է Հիսուս Քրիստոսով։ Դրա համար մենք կարող ենք կոչել մեր Տիրոջը Աբա հայր։
12-ից 17 համարները ուսումնասիրենք ու կավարտենք այսօրվա սերտողությունը։ Գրած է. Ինձ նման եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի, եւ իմ տկարությունները, որի մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։ Արդ որտեղ է ձեր խանդավառությունը, վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։ Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի եղա։ Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով, ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Ուրեմն այստեղ բավականին մեծ, բավականին շատ, բավականին խիտ ուսուցումներ կա Պողոս առաքյալի կողմից, դասեր, որ պետք է մենք անմիջապես հասկանանք։ Առաջի հերթին Պողոս առաքյալը երբ ասում է ինձ նման եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ, Պողոս առաքյալի առաքելությունը եղել է այն, որ հրյայի հետ հրյա, հեթանոսի հետ, հույնի հետ հույն։ Ուրեմն Պողոս առաքյալը ամեն կերպ, ամեն ինչ անում է, որպեսզի պատնեշ չլինի մարդկանց Հիսուսին բերելու համար։ Ճիշտ հասկանանք, նա չի ասում պետք է գնաս միանաս նրանց հետ մեղք գործես, այլ իրանց ընդհանուր ժողովրդի մեջ լինելով, սիրելով նրանց, կիսվելով նրանց հետ, նրանցից լինելը կարևոր է։ Եվ նրանց հետ լինելը, որպեսզի մենք կիսենք եւ մատուցենք Աստծու խոսքը։ Բայց եթե մտնենք ինչ-որ մի ժողովրդի մեջ, մի միջավայրի մեջ եւ մեզ բարձր դասենք նրանցից, այդ ժամանակ ոչ թե միջոց կստեղծենք, որ մարդկանց բերենք Հիսուս Քրիստոսին, այլ կսկսենք պատնեշներ ու թշնամություն ստեղծել։ Իհարկե նորից եմ ասում, մեզ Սուրբ Խոսքը սովորեցնում է, որ լույսը խավարի հետ ոչ մի հաղորդություն չունի, ոչ մի հարաբերություն չպետք է ունենալ։ Այստեղ Պողոս առաքյալը զուտ ավետարանը մատուցելու եւ տալու նպատակով է ասում։ Եվ դրա հետ միասին, երբ որ արդեն եկեղեցին հաստատվեց, նա իրան չէր համարում որպես հրյա, իսկ հեթանոսները որպես պիղծ ու ինքն իրեն հեռու պահեր։ Եթե կհիշեք, առաջի եւ երկրորդ գլուխները նամակ գաղատացիների մեջ նա նկատողություն է անում Պետրոս առաքյալին, քանի որ երբ որ հրյաները իր մոտ չէին, նա հեթանոսների հետ ազատ նստում ուտում խմում էր, բայց երբ որ հրյաները գալիս էին, նա առանձնանում էր հեթանոսներից, որ հանգարց նրանք իրան անուն չկպցնեն եւ վախում էր նա նրանցից։ Ու դրա համար Պողոս առաքյալը նրան նկատողություն է անում դրա համար հենց։ Մյուս կետը որն է։ Տեսեք, Պողոս առաքյալը շատ լուրջ կերպով եւ համառ կերպով պնդում է եւ ասում է ինչ կատարվեց իմ ու ձեր միջև, քանի որ այս սուտ վարդապետները, կեղծ վարդապետները փորձում են հավատացյալներին ճշմարտությունից անջատել, ճշմարտությունից հեռացնել, հիմնել նրանց վրա։ Նրանք են մենակ ճշմարտությունը, բոլորը սուտ են, բոլորը սխալ են, բոլորը կեղծավոր են, բոլորն էլ սուտ վարդապետներ են։ Պետք է ճշմարտությունը հասկանալ եւ ճիշտը տեսնել։ Դրա համար մենք նաեւ սովորեցնում ենք չորեքշաբթի օրերը առակների գրքից։ Եվ դրա համար հարկավոր է, որ յուրաքանչյուր հավատացյալ ուսումնասիրի Աստծո խոսքը ամբողջությամբ, ոչ թե թեմատիկ, ամբողջությամբ։ Քանի որ եթե ես որոշեմ ուսումնասիրելու եմ այս նյութը կամ այն նյութը, եւ երբ որ լսում ենք հոգեվոր հովիվներին, որ նյութերի միջոցով են սովորեցնում, հնարավոր է, որ շահարկվի Աստծո խոսքը այդ դեպքում։ Ինչպես, եթե ունի ուսուցողը հատուկ ծրագիր, Աստծո խոսքով այդ ծրագիրը իր թեզը կարող է
աշխատել, ապացուցել։ Հա, որովհետև եթե որևիցե խոսք Աստծո խոսքից վերցնենք կոնտեքստից դուրս, կարող ենք շեղել եւ վերաձևավորել մեր ուզած ձևով։ Սխալ է դա։ Դրա համար երբ որ կարդում ենք ամբողջությամբ գիրքը, կարդում ենք ամբողջությամբ գլուխը եւ կարդում ենք ամբողջությամբ բոլոր տողերը եւ համարները։ Սա է ճշմարտությունը։ Եվ ինչ է Պողոս առաքյալը մեզ սովորեցնում։ Ասում է, որ ես որ ձեզ եկա, դուք ինձ չմերժեցիք, նույնիսկ խնամք տվեցիք, ամեն ինչ կատարեցիք իմ համար, ոչ մի ջանք չեք խնայել, բայց հիմա սրանք եկել են, մեզ առանձնացնում են, բաժանում են մեզ, պառակտումներ են ստեղծում եւ այդ պառակտումների պատճառով էլ ուզում են քաշեն, ինձանից անջատեն ձեզ եւ ձեր եւ իմ միջև, այսինքն Պողոս առաքյալի միջև թշնամություն նույնիսկ ստեղծել։ Եվ իհարկե Պողոս առաքյալը սրա դեմ է խոսում, որտեղ ասում է նրանց նպատակը բարի չի։ Ասում է 16 համարից սկսած, ուրեմն ձեզ հետ ճշմարիտ խոսելով ձեզ թշնամի եղա, ուրեմն փաստորեն Աստծո խոսքը բերեց, մատուցեց եւ ամեն մի ջանք Պողոս առաքյալը կատարեց, բայց հիմա Պողոս առաքյալը դարել է իրանց համար թշնամի։ Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով, ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Սուտ վարդապետների նպատակը Հիսուսը չի, հավատքը չի, իրանց անձնական շահերն է, իրանց վրա հաստատելն է։ Եվ այսպիսի եկեղեցիներ ու սուտ վարդապետներ ամեն տեղ են, ամեն տեղ։ Եվ նրանց նպատակն է առանձնացնել, անջատել եւ նրանց վրա հիմնել եւ հաստատել։ Պետք է զգուշ լինել։ Որտեղ որ գնաք եկեղեցի, իհարկե տեսեք, մեզ մեկը հարցրեց, այս եկեղեցին պատկանում եք, ամեն եկեղեցին պատկանում եք, հարգելիներս, մեր առաքելությունը եկեղեցի քարոզելը չի։ Մեր առաքելությունը Աստծո խոսքը քարոզելն է։ Մենք չենք եկել այսինչ եկեղեցում կամ այնինչ եկեղեցու մասին բարին կամ վատը խոսենք, քավլիցի նման բան մենք անենք։ Մեր նպատակը դա չի, մեր նպատակը զուտ ու մաքուր ու պարզ մի ուղղություն է սովորեցնել Աստծո խոսքը։ Իմանալով Աստծո խոսքը ձեռք կբերեք երկնային գիտություն, երկնային իմաստություն, Աստծուն լավ կիմանաք եւ պարզապես ձեր հարաբերությունը Աստծո հետ կհզորանա, կհստակեցվի։ Քանի որ երբ որ բացում ենք Սուրբ Գիրքը, մենք առնչվում ենք Աստծո հետ։ Ուրեմն հարկավոր է լուրջ լինել, զգոն լինել, թրուցիկ կերպով Աստծո խոսքին չմոտենալ։ Ու Պողոս առաքյալը խրախուսում է Գաղատայի եկեղեցիներին, զգոն եղեք, զգուշ եղեք, քանի որ այս մարդիկ ձեզ ճշմարտությունը չեն սովորեցնում եւ բազմաթիվ օրինակներով սա ուզում է հաստատել։ Ուրեմն հարգելիներս, այս օրվա համար այսքանը, Տերը թող ձեզ օրհնի առատորեն։ Ամեն։